Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է ստանձնել միջնորդի դեր։ Բաքվում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա նշել է, որ Իրանն աջակցում է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռքբերված համաձայնությունը։ Կարծում եմ, այս հարցը կարտացոլվի երկու երկրների առօրյա շփումներում եւս, ասել է դիվանագետը։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառօրյան խորհրդարանականներն այսօր ընտրելու են բարձրագույն դատական խորհրդի եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների։ ԲԴԽ պաշտոնում ԿՊ-ն առաջադրել է 3 տեխնացուի, իսկ ահա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր 2 խմբակցություններն առաջադրել են համաձայնեցված 1 միասնական տեխնացու Արա Նրանյանին, ով նախկինում եղել է Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության падգամավոր։ Այսօր իրավապահ համակարգը խորհրդարանականներին պետք է ներկայացնի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում։ Ձեռքույցներով են հանդես գալու Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեր հանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՄԲ-ն ձեռք է բերել եւ իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր։ Այս մասին տեղեկացրել են քննչական կոմիտեից։ Այնուհետև Telegram հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը եւ դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հայ-վրացական սահմանի Գոգավան Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը եւ ելքը։ Պեկից տեղեկացրել են, որ վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապը, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը։ Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան Գուգութի անցակետով երթևեկելուց մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուրի թաղամասի 8 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Շուկայականին մոտարկված արժեքը 37 միլիոն 554 հազար դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, ով պաշտոնական այցով Բաքու էր ժամանել։ Բելարուսի կառավարության ղեկավարը մասնակցել է բելարուսա-ադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նախատեսված է նրա այցն օկուպացված Արցախի հանրապետության տարածքներ։ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 132 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԹՍ-ները գրոհել են Սարատովի, Վորոնեժի, Ռոստովի, Լիպեցկի, Կուրսկի եւ Ղրիմ թերակղզու ուղղությամբ։ Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Էնգելսի վրա հարձակման ժամանակ մասնավորապես կոտրվել են քաղաքի կլինիկական հիվանդանոցի ապակիրները, 1 մարդ տուժել է, 2 մանկապարտեզի եւ 1 դպրոցի պատուհանները նույնպես կոտրվել են։ Հարձակման ժամանակ հաստատություններում երեխաներ չեն եղել։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի արևմուտքում վերածվող նացիզմին հաղթելու համար։ Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց գրգռում եւ հովանավորում են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։ Թերանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 10-ից 11-ը։ Այս մասին լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցում եւ հույս հայտնել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ուիթքոֆի խոսքով Թրամփը մտադիր է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է, ուստի Վաշինգտոնը շարունակում է գործադրել անհրաժեշտ ջանքերը բանակցությունները շարունակելու համար։
Գազայի հատվածում ուժեղացված հարձակման նախապատրաստության մասին է հայտարարել Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ իսրայելական զորքերը ոչ միայն գրավված տարածքներ են պահպանելու, այլև բնակչության զգալի մասին ավելի անվտանգ գոտիներ կտեղափոխեն։ Իսրայելի ռազմական գլխավոր խոսնակ բրիգադի գեներալի խոսքով Գեդեոնի Կարքեր անունով նոր ռազմական գործողության մեկնարկի մասին նշել է, որ այն ներառելու է լայնածավալ հարձակում եւ հատվածի բնակչության մեծ մասի տեղափոխում Համասի ազդեցությունից զերծ տարածքներ։ Գործողությունը նախատեսում է օդային հարվածներ, ահաբեկիչների ոչնչացում եւ ենթակառուցվածքների ավերում։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցում տարածված Հռոմի Պապի կերպարով պատկերված իր նկարի հետ, նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել եւ տեղադրել համացանցում։ Ինչ որ մեկը պատկերել է ինձ Հռոմի Պապի հագուստով եւ տեղադրել այն համացանցում։ Սա ես չեմ արել։ Հնարավոր է արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Կնոջս, սակայն նկարը դուր է եկել, ասել է Թրամփը։ Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրության կոնկլավից առաջ Հռոմ են ժամանել ձայնի իրավունք ունեցող բոլոր 133 կարդինալները։ Միաբանության աշխատանքներին մասնակցում են կարդինալների կոլեգիայի 179 անդամներ։ Չորեքշաբթի օրը բացվող կոնկլավին, սակայն իրավունք ունեն մասնակցելու միայն այն հիերարխները, որոնց 80 տարին դեռ չի լրացել։ Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը հայտարարեց, որ կարդինալների կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին Հռոմի նոր պապ ընտրելու համար։ Մասնակցելու իրավունք ունեն մինչև 80 տարեկան շուրջ 135 կարդինալներ ամբողջ աշխարհից։ Սրվում է Պակիստանը հնդկական ճգնաժամը։ Իսլամաբադը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նիստ է խնդրել Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով։ Այս ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Պակիստան ղեկավարության հետ հանդիպելու, իրավիճակին առնչվող հարցեր կքննարկվեն։ Մենք կողմ ենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության նվազեցմանը, սերտ խորհրդակցություններ կանցկացնենք Պակիստանի իշխանությունների հետ եւ կքննարկենք տարածաշրջանային հարցերը։ Ահաբեկությունից հետո Հնդկաստանը գրեթե 2 անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը։ Անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող Աթարի առանցքային անցակետը։ Նաև որոշել են անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիների եւ չեղարկել ավելի վաղ տրամադրվածները։ Նյու Դելհին դադարեցրել է ջրի մատակարարումը։ Սա արդեն մեծ իրադարձություն է, որ պատերազմական ակտ է որակվում։ Մեծ պատերազմ, որ կներգրավի աշխարհի խոշորներին, թե փոքր բախում որպես վենդետա։ Ինչ սպասել։ Հնդկաստանը ասում է, որ քանի որ սա ահաբեկչական գործողություն է, մենք պետք է հարվածենք Պակիստանի այն կետերին, որտեղ սկիզբ են առնում եւ որտեղ պահվում են, այսպես ասած, այդ տերորիստները։ Ինքը իրավիճակը իհարկե այնքան սուր չէ, որ տանի շատ մեծ գլոբալ պատերազմի, հաշվի առնելով, որ երկու երկրներն միջուկային տերություններ են, ամեն դեպքում շատ երկարատև էսկալացիա դժվար թե ակնկալելի լինի։ Երկարատև ոչ, բայց կարճատև բախում կարող է լինել է փորձագետների հաշվի առնելով նաև հնդկական հռետորաբանությունն ու կոշտ դիրքորոշումը։ Այս դեպքում չեն տուժի Հնդկաստանի հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ համագործակցում է, այդ թվում Հայաստանի փորձագետները նման վտանգ տեսնում են միայն երկարատև ու ծավալուն բախման պարագայում։ Ես չեմ կարծում որևէ ազդեցություն կլինի Կազախստանի կողմից Հայաստանի մատակարարվող զենքի եւ զինամթերքի քանակի կամ արագության վրա։ Բայց իհարկե, եթե լինի ավելի լայնածավալ պատերազմ, որի հավանականությունը հենց հնդկական փորձագետների հետ մեր զրույցներում նույնպես բոլորը փաստում են, որ բավականին փոքր է, այսինքն երկարատև լայնածավալ պատերազմ չի ակնկալվում, ապա այդ ոչ հավանական սցենարի դեպքում, այո, հնարավոր է ինչ-որ ուշացումներ։ Պաշտոնական միջնորդներ չկան, բայց միջուկային զենք ունեցող երկրների բախումը շատ պետությունների ուշադրությունն է սևեռել դեպի այս ճակատ, որովհետև ըստ փորձագետների դրա բռնկումը չի ավարտվի միայն այս երկու պետություններով։ Շտապօգնության բժիշկներն իրենք են, երբեմն շտապօգնության կարիքն ունենում։ Նրանց նկատմամբ ոտնձգությունների շղթան չի ընդհատվում, իրար հերթ չտալով արձանագրվող դեպքերի դատապարտումներն էլ իրենց հերթին։ Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի եւ բռնության ցանկացած փորձ եւ դրսեւորում։ Առողջապահության գլխավոր պատասխանատուն այս հայտարարությունը արեց աշտարակում կանչի գնացած բժիշկներին դանակով դիմավորելու հարձակվելու դեպքից հետո։ Վարորդներ տուժել։
Որպեսզի այս խնդիրը վերջապես լուծում ստանա, նախարար Ավանեսյանը տեղեկացնում է, խորհրդարանում արդեն նախագիծ է քննարկվում, պատգամավորներն են նախաձեռնել, գնում են իրավակարգավորման ճանապարհով։ Բուժաշխատողների նկատմամբ բռնությունը քրեականացնել են ուզում։ Նախարարն էլ իր հերթին մի ուրիշ առաջարկ է դնում սեղանին՝ շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու հարցը, թե ինչ նկատի ունի Ավանեսյանը, պարզ չէ, չի մանրամասնում։ Ցավոք հերթական անգամ մենք ունենք արտաքին գեղեցիկ փաթեթավորում իբր մի խումբ մարդկանց առողջության կյանքի մասին անհանգստանալու հնարավորություն կամ առիթ իրականության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունը ջատագովվում է, բռնությունը կիրառվում է, քանի դեռ պատասխանության չեն ենթարկվում բռնություն կիրառած անձին, սկսած թքողներից վերջացրած բռնություն գործադրողներով, մենք պարբերաբար ունենալու ենք կրկնվող իրավիճակներ, անկախ նրանից կլինեն քրեական օրենսգրքում նոր հոդվածներ, թե չեն լինի։ Բռնություն կիրառողը էմոցիայի տակ չի այդ պահին մտածում իրենք դատեն, իրենք չեն դատի, դա հոգեբանական վիճակ է։ Այսինքն այստեղ ոչ միայն պետքա քրեականացնել, բայց դրա հետ զուգահեռ պետք է այնպեսի համակարգ ստեղծել շտապօգնության, որ չլինի խնդիրներ բնակչի եւ շտապօգնության աշխատակցի մեջ։ Մեր երկրում հիշեցնենք 2018-ից բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը նախ 300-ից 500,000 դրամի չափ տուգանքով էր պատժվում, իսկ այն բռնությամբ կամ դրա սպառնալիքով իրականացնելը 1-ից 2 ամսվա կալանքով կամ 2-ից 5 տարվա ազատազրկմամբ։ Բազմաթիվ գործեր հարուցվեցին, բայց հետո 2021-ից ուժի մեջ մտավ խմբագրված քրեական օրենսգիրքը ու այստեղ հայտնի 131.1-ը տեղ չունեցավ։ Ուրեմն հիմա ընդամենը հետ քայլն է օրակարգում։